տվեք, եւ կտրվի ձեզ։ Ավելի քան 2000 տարի շարունակ քարոզիչները մեջբերում են Քրիստոսի խոսքերից. ավելի օրհնված է տալը, քան ստանալը։ Մենք գիտենք, որ դա ճիշտ է։ Ինչ որ հրաշք է տեղի ունենում մեր մեջ, երբ մենք դեմ ենք գնում մեր եսասիրական հակումներին, աշխարհի տարբեր անկյուններում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ առատաձեռնությունը կայուն երջանկության բանալին է։ Կարող է առատաձեռնությունը ունենալ ոչ միայն հաճելի, այլև հուզական ազդեցություն։ Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները որոշեցին պարզել դա։ Ամեն շաբաթ նրանք 2000 թղթադրամներ էին տալիս բարձր արյան ճնշում ունեցող հիվանդներին։ Մի խմբին հանձնարարվել էր այդ գումարը ծախսել իրենց վրա հագուստ, մերսում, կոսմետիկա եւ այլ հաճույքներ։ Մյուսներին խնդրվել էր այդ գումարը ծախսել ուրիշների վրա, հրշեջների համար կեքս գնել, հարևանների համար թխվածքաբլիթներ թխել, թոռներին ինչ-որ բան տալ կամ բարեգործական կազմակերպություններին նվիրաբերել։ Արդյունքները տպավորիչ էին։ Նրանք, ովքեր գումար էին ծախսել իրենց վրա, իրենց արյան ճնշման մեջ որևէ փոփոխություն չեն նկատել։ Բայց նրանք, ովքեր նվիրաբերություն արեցին ուրիշներին, տեսան, որ իրենց արյան ճնշումը զգալիորեն նվազել է։ Իրոք, տալն ավելի մեծ օրհնություն է, քան ստանալը։ Ով գիտի, գուցե մի օր բժիշկները արյան ճնշման դեղատոմս նշանակեն, շաբաթը 2 անգամ առատաձեռն լինել եւ օգնել չունեցողներին։ Աստված մեզ օրհնել է ընծաների համակարգով, որը դարձել է օրհնություն մեզ եւ բոլոր մարդկանց համար։ Եկեք Աստծուն դնենք մեր կյանքում առաջին տեղում։